Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հարգելի հայրենակիցներ, շատ շնորհակալություն եմ հայտնում այսօր, որ արձագանքեցիք եւ ներկայացաք Արցախի Հանրապետության ներկայացուցիչ շենք Երևան քաղաքում։ Այսօր մենք գտնվում ենք շատ ծանր իրավիճակում։ Գրեթե 3 տարի է բռնի տեղանունից հետո մեր հարցերը գրեթե որ պետք է լուծումներ ստանային եւ մեր կյանքը ավելի հեշտ պետք է լիներ Հայաստանի Հանրապետությունում մեր հայրենիքում, սակայն ամեն օր ավելի բարդ իրավիճակում ենք։ Մեր հայրենակիցները օր ժամ առ ժամ ավելի ծանր իրավիճակում են գտնվում, քան 2 տարի առաջ, այլ 3 տարի առաջ։ Հիմա այս բոլոր գործընթացները, ինչ որ իրականացնում են այսօր Հայաստանի իշխանությունները, անընդունելի են։ Եվ մենք պետք է լինենք միասնական, մենք պետք է լինենք միասնական եւ միասին կարողանանք հաղթահարել մեր բոլոր դժվարությունները։ Մենք ունենք արժանապատվություն եւ պատիվ, եւ մենք չպետք է թույլ տանք, որ այսպիսի իրավիճակ հասցնեն մեզ։ Եվ ես խնդրում եմ բոլորիցը, այս իրավիճակի համար, մենք բոլորս էլ գիտենք, ովքեր են պատասխանատու, ովքեր են ինչ արել կամ չեն արել ժամանակին, որ մենք այսօրում չհայտնվեինք։ 3 տարի անցել, բնակարանային ծրագրից են խոսում, 10%-ով չի լուծվել խնդիրը, ասում ենք 25,000 շահառու կա, ժողովուրդ ավելի շատ են շահառուները, 2500-ից ավել չի անցել։ Եթե տենց լավ է ծրագիրը, ուրեմն պետք է ավելի շատ մարդիկ 3 տարվա ընթացքում ընդունեին։ Եվ այդ ծրագիրը ընդունելուց հետո 8 անգամ փոփոխությունների է ենթարկվել։ Ծնելիությունը արցախցիների մոտ 4-5 անգամ նվազել է։ Մահացությունները դուք ինքներդ գիտեք, շատ ծանր իրավիճակում է ժողովուրդը, հիվանդանոցներ եւ այլ։ Հիմա մեր այսօրվա հավաքի հիմնական նպատակը նորից եմ շնորհակալություն հայտնում, որ արձագանքել եք եւ եկել, մի շարք հարցեր կա, սկսված իրավական եւ մնացած այլ հարցերով։ Այսօրվա այս հավաքի հետ կապված պարոն Ռոման Երիցյանը մանրամասն կներկայացնի ինչ քայլեր եւ ինչ հերթականություն պետք է իրականացնեն մեր հարցերի հետ վերաբերյալ եւ եթե լինելու են հարցեր հնարավոր է այս առաջիկային քննարկենք աշխատանքային խումբեր կձևավորվի որպեսզի կարողանանք այս հարցերի լուծում տալ։ Վերջին իրադարձությունները որ կատարվում է մեր հետ, ատելության խոսք եւ այլ հարցեր այսօրվա Հայաստանի իշխանությունների կողմից եւ հերթականի շենքի հետ կապված։ Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հայրենակիցներին աջակցության համար, Հայաստանում ապրող մեր քույր եղբայրներին, որ բազմաթիվ զանգեր են եղել եւ մեզ բոլորիս ժողովրդին աջակցում են եւ ասում են, որ դուք մենակ չեք։ Եվ բազմաթիվ զանգեր են եղել Սփյուռքից մեր հայրենակիցների կողմից, որ ձեր կողքին են։ Ժողովուրդ, մենք մենակ չենք, ուղղակի մենք պետք է լինենք համախմբված, ճիշտ մեր որոշումները կատարենք եւ չտրվենք այդ քայլերի, որոնք տանում են սրանք։ Մեր պայքարը, հարգելի հայրենակիցներ, շարունակվում է, մենք իրավունքներ ունենք միջազգային եւ վերջին իմ այցելությունները պատվիրակությունը Արցախի բազմաթիվ երկրներ, բոլորի աջակցությունը կա։ Հիմա մենք պայքարում ենք մեր իրավունքների համար, հավաքական վերադարձի իրավունքի, ոչ ոք չի կարող փակել Արցախի էջը, եւ մենք իրավունքներ ունենք եւ մեր իրավունքների համար պայքարելու ենք։ Շնորհակալություն, հարգելի հայրենակիցներ։